Մենք չգիտենք ինչպես լինել երջանիկ։ Ես պատկերացնում եմ, օրինակ Սաուդիում որևիցե անապատային կիսաժայռային հանգիստ, Երբեմն դա արդեն այն վայրերն են, որոնք մենք պատկերացրել ենք։ կարող են զույգերը համատեղ ճանապարհորդություն կազմակերպել եւ այսպեսով ամրապնդել իրենց հարաբերությունը։ Այդ ճամփորդությունը կարող է դառնալ նոր սկիզբ։ Մեկ անգամ դավաճանողը հաստատ երկրորդ անգամ կդավաճանի։ Կարևոր է, որ դու հասկանաս ինչու ես դա անում։ Անընդհատ քեզ թվում է, որ դու ինչ-որ մի բան չես հասցնում։ Շատ կարևոր է, որ մենք խոսենք դրա մասին։ Դու գտնվում ես մի վայրում եւ մտքերդ լրիվ այլ վայրում են։ Ագնապները իրականում կամ անցյալում են կամ ապագայում են։ Ճանապարհորդությունները փոխում են մեզ, ստիպում են աճել եւ զարգանալ։ Ողջույն իմ սիրելի YouTube-յան հավատարիմ դիտողներ։ Ձեզ հետ ձեր ճամփորդական փորձառու ուղեկիցն է Լիանան, իսկ այսօր մենք ունենալու ենք շատ հետաքրքիր հյուր եւ դուք ստանալու եք ճամփորդական եւ ինչու՞ չէ նաեւ հոգեբանական գիտելիքներ, քանի որ իմ հյուրը Մերի Սարգսյանն է։ Ողջույն Մերի։ Ողջույն Լիանա ջան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հոգեբան, քոուչ, հեղինակ Մերի Սարգսյան։ Մերի ջան, ես եմ շատ ուրախ, որ դու այսօր իմ հյուրն ես։ Ես գիտեմ, որ դու Գերմանիայում ես ապրում, սակայն շատ ակտիվ գործունեություն ես ծավալում նաև Երևանում, եւ քանի որ դու այստեղ ես, ես կրկին առիթը բաց չթողեցի եւ ուզեցի, որ դու մեր ոդկասթի հյուրը լինես եւ կիսվես քո ճամփորդական փորձառություններով եւ իհարկե սովորեցնես մեզ ավելի ներդաշնակ լինել եւ այդպիսի ներդաշնակությամբ նաեւ կառուցել մեր հարաբերությունները։ Պատրաստ ես։ Իհարկե, մեծ սիրով Լիանա ջան, ես էլ շատ ուրախ եմ, որ այս գեղեցիկ հնարավորությունը ունեմ քեզ հետ գեղեցիկ երեկո անցկացնելու եւ նաեւ կիսվելու քո լսարանի հետ։ Գաղտնիքներ ենք այսօր բացելու Մերի։ Խնդրեմ, բացենք։ Շատ մեծ սիրով։ Եվ առաջինը, ովքեր ամենաշատը կարիք ունեն ճանապարհորդությունների, ինչ տեսակի մարդիկ ամենաշատը զգում են ճանապարհորդությունների կարիք։ Դրանից սկսենք բացահայտել։ Ես կարծում եմ, որ առհասարակ ճանապարհորդությունը օգտակար է բոլորին, բոլոր մարդկանց, բայց հատկապես այն մարդկանց, ովքեր անընդհատ նորը բացահայտելու, նորը սովորելու անհրաժեշտություն ունեն։ Կան մարդիկ, օրինակ, որ անգամ պոզիտիվ հոգեբանության մեջ մենք առանձնացնում ենք մարդու 24 ուժեղ կողմեր եւ անգամ այս 24 ուժեղ կողմերի մեջ կա ուժեղ կողմ, որը կոչվում է նոր բաներ սովորելու ցանկություն մեծ, հա, կան մարդիկ, որ իսկապես սա իրենց ուժեղ կողմն է եւ իրենց մեջ հատկապես արտահայտված է, այսինքն այս 24 ուժեղ կողմերը, որոնք առանձնացրել են պոզիտիվ հոգեբաններ Փիթերսոնը եւ Սելիգմանը, իր մեջ այդ 24 կողմերը բոլորս ունենք, բայց կարես մի քանի կողմերի մասին խոսես, որոնք են այդ ուժեղ կողմերը։ Մի քանի։ Օրինակ, ստեղծարարությունը, առաջնորդությունը, նոր բաներ սովորելու ցանկությունը, գեղեցիկը տեսնելու, նկատելու ունակությունը, խոսքով։ Եվ դա տալիս է մեզ ճանապարհորդերը, չէ՞, նույնպես, քանի որ մենք գեղեցիկն ենք տեսնում, նոր բաներ ենք սովորում, եւ նաեւ մենք նաեւ ստեղծարար ավելի մեր միտքը ավելի ստեղծարար է աշխատում։ Բայց մեր դիտողները այսպեսի մի հարց այստեղ առաջացավ, ինչը պոզիտիվ հոգեբանություն եւ ինչով է տարբերվում պոզիտիվ հոգեբանությունը ավանդական հոգեբանությունից։ Հրաշալի հարց է։ Ես այստեղ միշտ սիրում եմ շեշտել, որ երբ ասում ենք պոզիտիվ հոգեբանություն, նկատի չունենք, որ կա նաև նեգատիվ հոգեբանություն, միանշանակ ոչ։ Խոսքը այստեղ այն է, որ ավանդական հոգեբանությունը սովորաբար երկար տարիներ այսպես ուսումնասիրել է բացասական հույզերը, կյանքի բացասական կողմերը, հիվանդությունները, հա։ Եվ այստեղ մենք բավական շատ հաջողություններ ունենք, բայց երջանկությունը երբևէ չի ուսումնասիրվել։ Եվ պատահական չէ, որ մենք չգիտենք ինչպես լինել երջանիկ, հա, եւ շատերը չգիտեն։ Դու արդեն գիտես։ Ես կարծում եմ իմ բանաձևը ունեմ երջանկության, իհարկե դա չի նշանակում անդադ լինել պոզիտիվ, դա տոքսիկ պոզիտիվություն է, դրա մասին էլ չէ խոսքը, այլ պարզապես կարողանալն է հույզերը ճիշտ վերամշակել, կարողանալ քո արժեքները, ուժեղ կողմերը ճանաչել, դրանց համապատասխան կյանք կառուցել, որպեսզի բավարարվածության, այսպես խորը զգացում ունենաս։ Եվ պոզիտիվ հոգեբանությունը, եթե կարճ ձևակերպենք շատ, դա գիտություն է լավ կյանքի մասին, այսպես ասած, հա, ինքը ունի գիտական հիմք, պոզիտիվ հոգեբանությունը հոգեբանության դպրոց է գիտական եւ ուսումնասիրում է կյանքի լավ կողմերը, այսպես ասեմ։ Թե ինչպես կարող ես, որովհետեւ մենք միշտ ասում ենք, որ երջանկությունը դա պարզապես տառապանքի բացակայությունը չէ։ Եթե դու ցավ չես զգում, դա դեռ չի նշանակում, որ դու երջանիկ ես։
Երջանիկ ես, երբ որ դու ծաղկում ես, երբ որ շատ լավ, ասի դու երջանիկ ես, ոչ թե ցավ ես զգում, այլ երջանիկ ես, երբ որ դու հոգևոր բավարարվածություն ես զգում։ Եվ գիտնականները ապացուցել են, որ նույնիսկ մերժումը, երբ որ մարդու մերժում են, դա ասոցացվում է իսկապես ֆիզիկական ցավի հետ։ Դու համաձայն ես այդ ուսումնասիրության հետ։ Դա կախված է մարդու ներքին արդեն հենարանից, կան մարդիկ, որ կարողանում են հստակ ընդունել մերժումը եւ հանգիստ առաջացնել, կան մարդիկ, ովքեր որ իսկապես շատ ծանր կարող են տանել մերժումը։ Իսկ քո փորձով եղել են դեպքեր, որ նեգատիվ մտածողություն ունեցող մարդը այս հոգեբանական թերապիաներից հետո իրականում սկսի պոզիտիվ մտածել։ Դες բան լինում է, թե մարդը հիմնականում չի փոփոխվում իր կենսակերպով, իր մտածելակերպով։ Լիանա ջան, 99% դեպքերում ինձ հաջողվում է դա անել։ Կողարդական փայտություն ես, Մերի։ Չէ, դա երկկողմանի աշխատանք է, ես միշտ ասում եմ, չէ, եթե ինչ-որ մեկը գալիս է ինձ մոտ եւ ասում է, որ եւ պատրաստ չէ ինքը փոխվելու, երբեք որևէ հոգեբան, հոգեթերապևտ, քոուչ ոչ մեկ չի կարող օգնել այդ մարդուն։ Բայց եթե մարդը պատրաստակամ է եւ ինքն էլ աշխատում է իր վրա, այսինքն սա երկկողմանի աշխատանք է, ես պատրաստ եմ ու հաջողվում է ինձ տրամադրել այն գործիքակազմը, որ անհրաժեշտ է, որպեսզի մարդը կարողանա դրական լույսի ներքո դիտարկել անգամ մարտահրավերները, դրանց հաղթահարման ելքերը ավելի այսպես ընդարձակ տեսնել եւ կարողանալ գալ։ Այսինքն դա նրա որոշումն է, եթե նա որոշել է փոխվի, նոր այդ փոփոխությունը կարող է տեղի ունենալ։ Այլակերպ դա հնարավոր չէ։ Միանշանակ մենք չենք կարող որևէ մեկին ուժով փոխել եւ բնականաբար պիտի մարդը ինքը հնարավորություն տա բաց լինի։ Առնվազն գոնե հավատա այս ինստիտուտին, հա, որովհետեւ դու կարողանաս քո գործիքները արդեն կիրառել։ Բայց ինձ հետ նորից եմ ասում 99% դեպքերում դա հաջողվում է։ Իհարկե խոսքը նրա մասին չէ, որ իմ այցելուները կամ հաճախորդները գալիս են, որպեսզի սկսեն պոզիտիվ մտածել, չէ։ Մենք նվազեցնում ենք ստրեսը, օրինակ հաղթահարում ենք որոշակի մարտահրավերներ, կառուցում ենք ռեսուրսներ իր համար եւ այլն, հա, այսպես նայած տարբեր խնդիրներով է լինում, բեռնաութի կանխարգելում նաեւ։ Իսկ երջանկության չափման միավոր կա, օրինակ 1-ից 10 բալանոց համակարգով կամ գիտեմ, ինչ-որ բալ կա երջանկության տես չափանիշ կա հոգեբանության մեջ։ Կարելի է երջանկությունը չափելի է, հնարավոր է տենց բան։ Երջանկությունը կան թեստեր տարբեր տեսակի, որով կարող ես որոշակիորեն կիրառել, բայց ոչ թե երջանկության ոչ թե բալային ինչ-որ համակարգ կա, այլ կա պարզապես տեսություններ որոշակի, օրինակ Պերման եթե վերցնենք, որը քեզ հնարավորություն է տալիս կառուցել քո բանաձևը երջանկության, հա, գտնել քո այն բանալի պահերը, որոնք կարող ես կիրառել, որպեսզի բավարարվածության այս զգացողությունը կա։ Երջանկությունը սուբյեկտիվ է, դրա համար չես կարող իրեն այդպես չափել։ Մենք կարող ենք անվերջ երջանկության մասին խոսել, քանի որ մեր ոդկասթը ճանապարհորդությունների մասին է։ Մերի այն ունկնդիրները, որը քեզ առաջի անգամ են տեսնում, երևի հիմա չեն էլ կրայի, որ դու 3 երեխաների մայր ես եւ երեխաների հետ լավ մայր լինելով զուգահեռ նաեւ շատ ճանապարհորդում ես եւ գիտեմ, որ ճանապարհորդությունների ընթացքում դա ամրացնում է ոչ միայն ընտանիքը, այլ երեխաների հոգեվոր առողջության վրա է ազդում շատ մեծ ուժեղ կապ ունի հոգեվոր առողջության վրա, այսինքն դա ոչ միայն լավ անցկացրած ժամանակ է կամ ուղղակի հանգիստ, այլ դա ներդրում է քո երեխու առողջ հոգեբանության վրա։ Այդ թեմայից ես կցանկանայի, որ դու մի փոքր խոսեիր ավելի, քանի որ կան բազմազավակ մայրեր, որոնք չեն հասցնում ճանապարհորդեն կամ ինչու ճանապարհորդեն։ Միանշանակ ճամփորդել երեխաների հետ դա միայն գեղեցիկ վայրեր տեսնելու մասին չէ, դա բոնդինգ է, կապը ամրացնել է ընտանիքի հետ, միասնականության զգացողությունը խարսխել է երեխաների հետ, ճամփորդելը այո, մեր մտահորիզոնը լայնացնում է, երեխաներին հնարավորություն է տալիս լինել ավելի նորարար, ստեղծարար, հա, այսպես սահմանափակումներից դուրս մտածել, տեսնել աշխարհը եւ իհարկե դրական հույզերը, պոզիտիվ էմոցիաները ունեն ընդլայնող եւ կառուցող էֆեկտ մեր ուղեղի աշխատանքի վրա, հա, broaden and build theory կոչվում է, այսինքն դրանք բառից բուն իմաստով հնարավորություն են տալիս մեր մտքերի եւ գործողությունների ռեպերտուարը ընդլայնել։ Այսինքն եթե օրինակ տարբեր հարցերի շուրջ մենք կարողանում ենք այլընտրանքներ տեսնել, հետաքրքիր ինչ-որ մի ձև մտածել, մի այլ լուծում գտնել, որը ստանդարտից դուրս է։ Ու կարծում եմ, որ երեխաների համար սա շատ հետաքրքիր ճանապարհ է,
որպեսզի իրենց այս զարգացման ընթացքում իրենք կարողանան նաև այդ դպրոցի Ավելի ճկուն են դառնում, ավելի ճկունանում է։ Այո, միանշանակ։ Եվ իհարկե այս դրական էմոցիաները ոչ միայն հոգեկան առողջությանն են նպաստում, այլ նաև ֆիզիկական առողջությանն էլ։ Հա, մենք ունենք փաստեր, որ դրանք նաև ամրապնդում են մեր ֆիզիկական առողջությունը, իմունիտետը եւ այլն։ Իսկ մեր ընտրությունները ընդհանրապես, որ մենք կյանքում ընտրություն ենք կայացնում, օրինակ, քանի որ ճանապարհորդություններից ենք խոսում, ես պատկերացնում եմ, օրինակ, Սաուդիում որևիցե անապատային կիսաժայռային հանգիստ եւ ամրագրում եմ նշված հանգիստը։ Այդ ընտրությունը ինտուիտիվ է, գիտակցաբար է, թե անգիտակցաբար է։ Ինչպես եմ կայացնում ես, ինչ հիմքերի վրա եմ դա կայացնում։ Ինչ փորձեր կան ապացույցները, որ մեր ընտրությունները կապված են մեր ինտուիցիայի վրա, թե ուղղակի դա լինում է շատ գիտակցաբար որոշում։ Այստեղ շատ տարբեր կարող է լինել։ Երբեմն գուցե դա լինեն գիտակցական, երբեմն դա արդեն այն վայրերն են, որոնք մենք պատկերացրել ենք, վիզուալիզացիա ենք արել, անկախ մեզնից ենթագիտակցորեն, այսպես մեր ընտրությունը կանգնում է հենց այդ վայրի վրա, որովհետև մենք թեկուս հնարավոր է մենք ճանապարհին, մեր կյանքի ընթացքում ինչ-որ բաներ ենք տեսել, ֆիքսել եւ դրանք մնացել են մեր ենթագիտակցության մեջ եւ գիտակցական մակարդակում գուցե մենք նույնիսկ չենք էլ հիշում, որ դա տեսել ենք, տպավորվել ենք, բայց դա հա անկախ մեզնից ոնց որ մեր ընտրությունը ի վերջո կանգնում է դրա վրա։ Այդպես էլ է հնարավոր, հակառակն էլ է հնարավոր, որ ուղղակի օրինակ երեխաների հետ ճամփորդելիս պարզապես այսպես ուսումնասիրես, որտեղ է շատ հարմար երեխաներին եւ այդպես գիտակցական որոշման գալ։ Այսինքն այս պարագայում միանշանակ պատասխան չկա, նայած իրավիճակի, այո։ Քանի որ երեխաների հետ ճանապարհորդություն ես խոսքը գնաս, դու կնշես, քանի որ ունես շատ բազմաթիվ փորձ, որ վայրերը դու խորհուրդ կտաս հենց փոքրիկ երեխաների հետ հանգստի համար։ Մի քանիսը նշես եւ ինչու։ Անկեղծ ասած, եթե ես իմ երեխաներով չափերորին եմ, ամենտեղ հնարավոր է գնալ, որովհետև քանի որ շատ վաղ տարիքից ճամփորդել ենք, իրենք սիրում են շատ, իրենք շատ հետաքրքրվում են եւ թանգարաններով, եւ այսինքն անգամ որ ավելի իդեալական է երեխաների հետ։ Դե բնականաբար ծովափը ամենահարմարն է եւ այնպեսի ծովափ, որտեղ ուրիշ բան չունես անելու, օրինակ Մալդիվները, հա, որպեսզի այսպես միայն լողափ եւ ռեստորան եւ հանգստանալ լինի։ Մենք շատ ենք սիրել մեր ընտանիքի համար իդեալականներ Թայլանդը։ Մենք շատ սիրեցինք Թայլանդը, որովհետև եւ հնարավորություն կար բնության հետ շփվելու, կենդանիների, չէ՞։ Այո, կենդանական աշխարհի հետ շփվելու եւ հնարավորություն կար լողալու։ Մենք մեծ սիրահար ենք ծովի։ Շատ համեղ էր ուտելիքը, ամեն ինչ շատ հավես էր։ Մի քիչ թռիչքներ երկար, բայց եթե ճիշտ կազմակերպված էսպես գնաս, իսկ երեխաների հետ հանգստի ժամանակահատվածը ինչքան պետք է լինի իդեալական, հա, որ իրենք ադապտացվեն, հանգիստը տեղի ունենա եւ տեղ ունենաս հետ վերադարձը։ Ինչքան է նախատեսվում։ Դե առնվազն գոնե 14 օր կարծում եմ, որովհետեւ եթե այդպես հեռու տեղ ես գնում, որովհետեւ ես ժամային գոտին, հա, փոխվել է ժամերի, կարողանաս ադապտացվել, երեխաները հանգստանան, հասցնեն, նյարդային համակարգը այսպես ռեակցիաներ, արձագանքների մեջ չլինի, կարծում եմ, որ 14 օրը լավ այսպես ժամկետ է հանգստանալու համար իսկապես։ Հաճելի ընտանեկան հանգստից հետո մի քիչ ավելի ինտրիգային հարց քեզ տամ։ Վերջերս քո փոստերից մեկում ես կարդացի, որ դու գրել էիր զույգերի մեջ տեղ ունեցող դավաճանությունից հետո հարաբերությունները վերականգնման մասին։ Իհարկե ես մի փոքր այլ կարծիք ունեմ, քանի որ ես կարծում եմ, որ մեկ անգամ դավաճանողը հաստատ երկրորդ անգամ կդավաճանի, սակայն դա իմ անձնական կարծիքն է, բայց չեմ մեղադրել այն մարդկանց, ովքեր ներում են եւ տալիս են միմյանց երկրորդ հնարավորությունը։ Եվ վերջում ամփոփեցիր այսպիսի ծիսակարգով, որ կարող են զույգերը համատեղ ճանապարհորդություն կազմակերպել եւ այսպեսով ամրապնդել իրենց հարաբերությունը։ Մի փոքր կուզում այս թեմայով նույնպես խոսես։ Ճիշտ է, մի քիչ ճանապարհորդությունից անցում են կատարում, սակայն մեզ նայող շատ մարդկանց հետաքրքիր կլինի նաեւ այս թեմայով լսել քո կարծիքը։ Իրականում իհարկե ես իմ անձնական կարծիքը կիսելու իրավունք չունեմ այս պարագայում, որովհետեւ որպես հոգեբան, որպես քոուչ ես բաց եմ, նեյտրալ եմ եւ ինձ համար ես չեմ կարող խորհուրդ տալ կամ քննադատել որևէ մեկի ինչպես վարվել իր իրավիճակում, որովհետեւ յուրաքանչյուրը ունի իր սեփական որոշումը, իր պատճառները, հա, եւ սակայն եթե որոշել են մարդիկ, որ ուզում են սկսել, ինչ խորհուրդներ դու կտաս այդ դեպքում։ Հա, այդ ճամփորդությունը կարող է դառնալ նոր սկիզբ։ Կարծես նորից նոր ճանապարհ ենք սկսում, հա, նոր մի վայր ընտրել, որտեղից այսպես նոր էջից կյանքը սկսում ենք, կարող է շատ հետաքրքիր լինել եւ
այսպես մետաֆորիկ մի քիչ նշանակություն, հա, որ այսպես նոր վայր է, նոր կյանք է, ամեն ինչ Երևի նաև բացի դրանից չփորփրել անցյալը եւ փորձել առաջ գնալ, առաջ շարժվել, երևի բաց թողնել։ Եթե որոշել են, որ պիտի ներեն ու ապրեն միասին, ապա շատ կարևոր է ներելը իսկապես ոչ թե ասել ես ուղղակի ներում եմ քեզ, այլ իսկապես բաց թողնել։ Որոշակի ռիտուալով կլինի դա ճամփորդությամբ կլինի թեկուս ինչ որ նստել իրար հետ խոսել, մի հատ նամակ գրել, այս նամակը ինչ որ հետաքրքիր ձևով բաց թողնել, հա, կամ այրել կամ ջրի մեջ գցել, չգիտեմ, ինչ որ ում համար բաց թողնելը ինչ զգացողություն, որ ինչի հետ որ ասոցացվում է, հա։ Բայց դա օգնում է, չէ՞, այդ ծիսակարգերը օգնում են, քանի որ դու փորձում ես ինչ որ նոր բանի սկիզբ հիմնել, նույնիսկ այսպեսի մի արտահայտություն կա, ասում է անպայման ամանորին ես ամանորից հետո կսկսեմ ինչ որ գործողությամբ զբաղվել, այսինքն քեզ պետք է ինչ որ մի հատ հիմնակար, որ դրանից հետո դու սկսես քո կյանքը նորովի կառուցել։ Իրական, այսպես ասեմ, հաջողությունը բնականաբար այդպես անընդհատ ինչ որ ժամկետի սպասելու հետ կապ չունի, հա, պետքա կարողանալ ունենալ քո մեծ ինչուն, այսպես ասած, քո այն պատճառը կարևոր, արժեքահեն, որի համար դու որոշակի ճանապարհ ես անցնում եւ թե հարաբերությունների մեջ կլինի դա, թե կարիերայում կլինի, կարևոր է որ դու հասկանաս ինչու ես դա անում, որովհետեւ մոտիվացիան այնպեսի մի բան է, որը կարող է գալ, գնալ, դա պարտադիր չի որ դու անընդհատ մոտիվացված լինես, հա։ Այստեղ ավելի շատ կարևոր է որ դու ունենաս արժեքահեն նպատակ։ Դու գիտես, որ դա քո արժեքն է, քո արժեքի հիմքով կայացրել ես այս որոշումը, եւ այդ ժամանակ քո նպատակը դատապարտված է հաջողության, որովհետեւ դա իմպուլսիվ որոշում չէ, դա կրկնօրինակում չէ ինչ-որ մեկին, այլ դա իսկապես քո արժեքներից այսպես ձևավորած նպատակ, առաքելություն, կարիերայի աշխատանքի դեպքում, հա, այսպես այս պարագայում իհարկե հաջողությունը անխուսափելի է։ Շատ լավ։ Իսկ այս ժամանակահատվածում, երբ որ ես ինձ վրա եմ զգում այս վերջերս շատ եմ մտքերի մեջ լինում եւ ոդկասթից առաջ իրար հետ քննարկեցինք, որ անընդհատ քեզ թվում է, որ դու ինչ-որ մի բան չես հասցնում, որ ինչ-որ մի բանից դու ուշանում ես, ինչ-որ մի բան բաց ես թողել եւ նույնիսկ ճանապարհորդությունների ընթացքում լինում են, երբ որ դու գտնվում ես մի վայրում եւ մտքերդ լրիվ այլ վայրում է։ Ինչ-որ մի կա ինչ-որ մի գործիք կամ ինչ-որ վարժություն կամ նույնիսկ ինչ-որ սկզբունք, որ դրանով առաջնորդվելով դու կարող ես գտնվել հենց այս պահին, որտեղ այս դարի ցավը ասեմ, խնդիրը ասեմ, որ մարդիկ այս պահին չեն գտնվում։ Ինչ-որ լուծում կա հոգեբանական տեսակետից, ինչ-որ գործողություն, վարժություն միգուցե ասես, հիմա մենք անենք։ Միանշանակ, իհարկե կա, հենց այդ mindfulness կոչվածը, որ մենք փորձում ենք մտակենտրոնացումը, հա, կարողանալ կենտրոնանալ այս պահի, այստեղի վրա, որովհետև տագնապները իրականում կամ անցյալում են, կամ ապագայում են, կամ մենք անհանգստանում ենք, որովհետև մենք հիշում ենք ինչ-որ բաներ անցյալից, կամ մենք անհանգստանում ենք, որովհետև ապագան ենք, հա, պլանավորում։ Հետևաբար, եթե մենք կարողանանք այս պահին այստեղ լինել, մեր նյարդային համակարգը կհանգստանա եւ մենք այս փախուստ պայքար կամ քարացում վիճակի կանցնենք ավելի հանգիստ վիճակի, որը հնարավորություն կտա տեսնել լուծումներ, հանգստանալ, ավելի ստեղծարար լինել, ավելի ռեսուրսային լինել։ Վերջերս դեկտեմբերին ստեղծել եմ բարեկեցության օրացույցը, սա գիտահեն, ուրեմն 30 վարժություններ են, ինտերվենցիաներ, որոնք իմ փորձի եւ ճանապարհի արդյունքում առանձնացրած լավագույն ընտրանին է կարելի ասել վարժությունների, որոնք հենց օգնում են, որպեսզի կարողանանք լիարժեք եւ իմաստալի կյանք կառուցել, մեր տեմպով ծաղկել։ Այստեղ կան բազմաթիվ վարժություններ, որոնք հենց այդ մտակենտրոնացման համար են, հանգստանալու համար։ Այստեղ շնչառական վարժություններ էլ կան, անգամ կա այստեղ QR կոդ, որով կարող եք միանալ մեր վիդեոներին, որոնք այսպես ուղեկցող արդեն մեդիտացիաներ են։ Եվ այս մեդիտացիան էլ ինքը ինչ է, հա, քեզ օգնում է, որպեսզի այստեղ լինես, հիմա լինես, այս պահը վայելես։ Եվ ես կարծում եմ, որ իրականում դա պարտադիր է։ Եթե մենք օրվա մեջ գոնե 10 րոպե գտնենք, եւ մենք ունենք ինտերվենցիա, որը կոչվում է լռության ծես, այսպես, հա, 10 րոպե ուղղակի լռության մեջ լինել, ընդհանրապես ոչինչի մասին չմտածել, որևէ գadgetներով շրջապատված չլինել, կարողանալ լռել,
այդ ժամանակ հնարավոր է, որ մենք կարողանանք լսել մեր իրական եսին, մեր իրական ցանկությունները արտահայտվեն եւ շատ ավելի, այսպես իրական կյանք կունենանք, շատ ավելի օթենտիկ, հա, իրական մեզ համապատասխան։ Նոր մեր ջան շատ հետաքրքիր բան ասացիր ընդամենը 10 րոպե ու ես հիմա որ վերլուծում եմ իմ նույնիսկ այսօրվա անցկացրած օրը, տենց 1 րոպե չի եղել, որ ես ուղղակի լռության մեջ լինեմ։ Երևի թե այդ ամեն ինչն էլ ստիպում է, որ դու ավելի անհանգիստ լինես։ Ես կուզեմ ես նաև ունկնդիր հիմա դիտողները, հա, ունկնդիրները նաև ասեն, արդյոք իրենց մոտ ստացվում է, մեկնաբանություններում գրեն, արդյոք իրենց մոտ ստացվում է լռության մեջ անցկացնելը։ Ես վաղը անպայման փորձելու եմ այդ արարողությունը ու հետո քեզ անպայման հետադարձ կապ կտամ, քանի որ իրոք դա անհրաժեշտ է, որ մտքերդ մի պահ կանգնեն ու դու հասկանաս, որ դու ով ես, որ դու մարդ ես, որ ոչ միայն ունես պարտականություններ, պատասխանատվություն, այլ դու այս պահին ես ապրում։ Իրականում Լիաննա ջան, իհարկե սկզբում որ փորձեք այս վարժությունը, գուցե շատ դժվար ստացվի, որովհետև նույնիսկ մենք այնքան մեզ համար անսովոր է լռությունը, որ մենք անհարմարության ինչ-որ զգացողություն ունենք, հա, երբ որ ուղղակի դադար ենք վերցնում 10 րոպե, բայց նորմալ է, կարող եք սկսել 3 րոպեից, որպեսզի աստիճանաբար սովորեք այդ լռությանը, որովհետև սովորաբար երբ ունենում ենք մենք 10 րոպե լռություն, շատ մարդիկ այսպես անսովոր է եւ չեն իմանում ինչ անել այս լռության հետ, հա, եւ նորմալ է սա, պետք չէ խոճապի մատնվել։ Ես մտնում եմ մի բան այն չէ։ Հա, մի բան այն չէ կամ պետք է արագ մի բան փոխել, այս իրավիճակում մենք անսովոր է, չենք կարողանում ինքներս հետ մենակ մնալ եւ լուր մնալ, բայց շատ կարեւոր է որ կարողանանք հաղթահարել դա, որովհետեւ հենց այդտեղ է որ մեր ներքին ձայնը, մեր իրական եսը կարողանում է ի վերջո արտահայտվել։ Մտքեր կգան, կգնան անընդհատ, պետք է կարողանալ ուղղակի դիտորդի կարգավիճակով այսպես նայել, չդատել, գնահատականներ չտալ այդ մտքերին, ուղղակի թույլ տալ, որ այս մտքերը լինեն, գնան ու նորից վերադառնալ իրականություն։ Քո պրակտիկան կարելի է նաև կիրառել ճանապարհորդությունների ընթացքում ծովափին, ավելի հարմար տարբերակ, կամ եթե լեռներում լինես միայնակ, բնությունը ավելի քեզ կօգնի քո ներդաշնակության հարցում։ Բնությունը իհարկե այս ամենահասանելի եւ թերևս այս շրջանում կյանքի մարդկանց թերարժևորված մեր բալասանն է։ Իրականում շատ հզոր էներգիա ունի բնությունը, մեր նյարդային համակարգը այսպես խաղաղեցնող լավագույն բնական միջոցն է։ Եվ ինչ է ուզում քեզ ասել, որ բարեկեցության օրացույցը ինքը 30 քարտեր են հենց իր մեջ, հա, 30 բացիկի նման, այսպես վարժություններ են իրենց ոգեշնչող խոսքերով եւ գիտահեն վարժությամբ։ Այսինքն, եթե ճամփորդում է մեկը, կարող է ոչ թե ամբողջ տուփը իր հետ վերցնել, այլ մի քանի քարտ, որը իրեն հարմար է, այսպես ուղղակի որ իրեն պետք է այդ շրջանում, վերցնել իր հետ փոքրիկ պայուսակի մեջ, եւ ես անգամ լինում է, որ ինձ հետ մի քարտ վերցնում եմ, դուրս եմ գալիս երեխայիս հետ զբոսնելու, ինչ որ հարմար վայրում, որտեղ քնում ենք, դա անում եմ։ Շատ հարմար է մտածված, որ ամեն ձև կարողանանք օգտագործել եւ էլ պրոկրաստինացիա չանել, հա, մեր հոգեկան բարեկեցությունը, այլ իսկապես այս ժամանակը գտնել, իր մեջ կա նաև գրիչ, իր հետ կա նոթատետր, որ ամեն ինչ մի տեղում լինի ու հարմար։ Ես շատ մեծ հույսեր ունեմ, որ այս ամեն ինչից հետո պետք է ասես, որ դա ինձ ես բերել։ Միանշանակ, մեծ սիրով ուզում նվիրել։ Սա հայերեն տարբերակն է, կա նաև անգլերեն տարբերակը, Շատ շնորհակալ եմ քեզ, շատ շնորհակալ եմ, ես այստեղ կդնեմ։ Անպայման կկիրառեմ, անպայման հետադարձ կապ կտամ, իսկ դա կարող եմ կիրառել նաև երեխայի հետ ճանապարհորդության ընթացքում, քանի որ մյուս հարցը վերաբերվում է Մերիջան դեռահասներին։ Դեռահասության տարիքում այսպեսի մի երևույթ կա, որ սեպարացիա է լինում երեխան ծնողներից եւ ցանկանում է իր ինքնուրույն կյանքով ապրել եւ շատ ժամանակ չի ցանկանում անցկացնել ծնողների հետ։ Իմ տարբերակում նման փորձ ես ունեմ, աղջիկս դեռահաս է եւ շատ հաճախ ինքը ցանկանում է իր աշխարհում ապրել իր ընկերուհիների հետ եւ այն ճանապարհորդություններին, որ ես կազմակերպում, որ իրար հետ գնալ, նրան այդքան էլ հետաքրքիր չէ։ Որպես հոգեբան դու ինչ խորհուրդ կտաս երեխային պետք է համոզել, փորձել ստիպել չեմ ասում, համոզել եւ միասին մեկնել հանգստի, թե ավելի հանգիստ թողել, հասկանալ, որ այդ ժամանակահատվածը կանցնի եւ նորից կսկսեք միասին ճանապարհորդել։ Միանշանակ ճնշել
պետք չէ, պետք է լինել բաց։ Համոզել, ես ասեցի համոզել։ Համոզել կարելի է ստեղծել այնպիսի միջավայր, որ ընկերական միջավայր լինի, անքննադատ միջավայր լինի, որպեսզի երեխան ինքը անկախ իրենից ձգվի դեպի մեզ։ Բնականաբար դժվար շրջան է եւ այս շրջանը ճգնաժամային է հաճախ, բայց այսպես անկեղծ զրույցները, ընկերական զրույցները, ապահով միջավայր ստեղծելը, որտեղ երեխան կարող է հնարավորություն ունենալ առանց վախենալու արտահայտվել, կարող են ստեղծել այսպես պայմաններ, որ ավելի մտերմությունը վերականգնել հնարավոր լինի։ Բնականաբար պետք է նաև ըմբռնումով մոտենալ որոշ շրջան, հասկանալով, որ դա մեր կյանքի արտահայտվել իր եսը։ Մեր կյանքի ամենադժվար ճգնաժամն է, չէ՞։ Եթե չեմ սխալվում դեռահասության ճգնաժամը։ Ես կասեի անընդհատ ունենք այդպիսի փուլեր, բայց հա դեռահասությունը թերևս այն ամենապիկն է, որ այսպես երեխաները ուզում են ցույց տալ, որ իրենք ունեն իրենց եսը, իրենց որոշումները, իրենց սահմանները, եւ դա վատ չէ, պարզապես պետք է փորձել չվնասել հարաբերությունները այս ընթացքում։ Պետք է լինել գիտակից, ծնող այս պարագայում եւ որպեսզի այնպես չվնասվեն հարաբերությունները, որ վերականգնել չլինի, հա։ Եվ այս պարագայում կարեւոր է ոչ թե որ կոնֆլիկտներ չլինեն, այլ կարեւոր է վերանորոգելը հարաբերությունները։ Վտանգը ոչ թե սխալվելն է կամ կոնֆլիկտն է, դա նորմալ է, դա պատկանում է կյանքին կոնֆլիկտը, այլ դա չվերանորոգելն է։ Այսինքն շատ կարեւոր է որ մենք խոսենք դրա մասին։ Ինչու եղավ այս կոնֆլիկտը։ Արի ընդունենք այս փաստը, սա եւ այլն։ Արի փորձենք կոմպրոմիսի գնալ, հա, որևէ լուծում որ երկուսից կարևորը խոսելն է։ Միանշանակ կոմունիկացիան շատ կարեւոր է։ Եվ նաև կա մեթոդ, որը անգամ զույգերի պարագայում եմ ես միշտ խորհուրդ տալիս, 20 րոպե խոսում է մեկը, մյուսը չի ընդհատում ընդհանրապես, 20 րոպե խոսում է մյուսը, էլի մյուսը չի ընդհատում ընդհանրապես։ Մի քիչ դեռահասների հետ դա դժվար է, զույգերի պարագայում հայկական զույգերի պարագայում դա հասկացա, որ դա գրեթե անհնար է, քանի որ ամեն կողմը փորձում է իր ճիշտ տեսակետը պնդել։ Հենց այստեղ պետք է արգելակել։ Եթե ուզում ենք որ լավ լինի հարաբերություն, պիտի սովորենք էմպաթիկ լսել եւ լսել ոչ թե ուղակի լսելու համար, այլ լսել, որպեսզի հասկանանք էմպաթիայով։ Փորձենք ոչ թե միշտ պետք է դիտարկել, որ մենք թիմակից ենք, նույն թիմից ենք, ոչ թե իրար դեմ ենք։ Երբ մտածում ես, որ մենք մի թիմից ենք ու պիտի գտնենք լուծում, այս մարդը իմ թշնամին չի, պարզապես սա իր արտահայտման ձևն է, սա իր հավատամքներն են այս կյանքի մասին, ավելի հեշտ է հասկանալը դիմացինին, որովհետև պիտի գիտակցենք, որ յուրաքանչյուրը, ես այս մեծահասակների մասին եմ խոսում այս պարագայում, յուրաքանչյուրը որոշակի ճանապարհ է անցնում իջև իրար հանդիպելը։ Յուրաքանչյուրս ունենք մեր մանկության դաջվածքները, որոնք որ ձևավորում են մեր բնավորությունը, ձևավորում են մեր ընկալումները կյանքի մասին, հավատամքները, եւ հետեւաբար իմ ճշմարտությունը կարող է տարբերվել քո ճշմարտությունից։ Եվ յուրաքանչյուրը ունեն իրենց կյանքի դասերը, որոնք իրենք անցնում են կյանքի ճանապարհին եւ զուգընկերը պետք է հասկանա եւ քո ասած էմպաթ լինի, որ դա իր կյանքն է, իր դասն է եւ օգնի ոչ թե փորձի խանգարել, քանի որ երբ որ մենք մեր զուգընկերոջը ընտրում ենք, դա մեր ամեն օրվա ընտրությունն է։ Միանշանակ։ Եվ նույնիսկ զույգերի հարաբերությունները ամրացնելու համար շատ հոգեբաններ խորհուրդ են տալիս, քանի որ տարիների փորձը մարդկանց հեռացնում է ավելի միասին հաճախ ճանապարհորդել եւ էնդորֆինները, երբ որ դու նոր ես ծանոթանում եւ քեզ մոտ արկա է, դե տարիների ընթացքում դա քնում է եւ ճանապարհորդությունների ժամանակ դա նորից արթնանում է։ Համաձայն ես։ Միանշանակ նոր փորձառությունները շատ այդ կայծը վերադարձնում են։ Համաձայն եմ իհարկե, առհասարակ ճամփորդելը շատ առողջ է, շատ լավ է անդրադառնում բոլոր առումներով եւ հարաբերությունների եւ առողջության համար եւ իհարկե երկուսով ժամանակ միշտ պետք է ունենալ ծնողների համար հատկապես, ովքեր արդեն ընտանիքում առօրյայի մեջ շատ զբաղված են եւ իրար լսելու անգամ ժամանակ չկա։ Այդ նույն էմպաթիկ լսելու մասին որ խոսում ենք, անգամ դրա ժամանակը չկա կոմունիկացվելու, որ մի հատ էլ լսեն մարդիկ իրար։ Հետևաբար, այո, անգամ երկուսով ճամփորդելու մասին էս պարագայում, եթե ասենք, շատ կարևոր է։ Գոնե մի քանի օր ուղղակի երկուսով լինել, ծնող դերից դուրս գալ եւ հիշել, որ ընտանիքը իրենց երկուսից է սկսել, հա, եւ երկուսով ժամանակ անցկացնել ու ինչպես դու ես նշում, թարմացնել այդ գիրքը, կայծը, զգացողությունները, էմոցիաները։ Միանշանակ սա կարելի անել նաեւ սեփական քաղաքում էլ, բայց իհարկե ճամփորդությունը այսպես շատ ուժեղ խթան է հանդիսանում։ Կարող է շատ լավ անդրադառնալ
Շատ լավ, Մերի ջան, իսկ ունեցել ես ավելի հիասթափեցնող ճանապարհորդություններ կամ ճամփորդական վախեր ունես, եւ եթե ունես կամ ունեիր, ինչպես ես դա հաղթահարել։ Անկեղծ ասած, ճամփորդելը իմ տարերքն է։ Ես շատ եմ սիրում ճամփորդել եւ անգամ օդանավակայանի ես ինչ որ բույր կա, չէ՞, մի տեսակ, անգամ դա սիրում եմ, ամեն ինչ սիրում եմ ճամփորդելու հետ կապված։ Վախեր չունես։ Վախեր կամ մայրանալուց հետո մի փոքր թռիչքից վախենում էի, մի բա, որովհետեւ երբ մեկնում էինք Մեքսիկա, այդպես տուրբուլենտ գոտում հայտնվել եւ բավականին ուժեղ, շատ ուժեղ, այն աստիճան, որ աղջիկս շատ փոքրիկ էր այդ ժամանակ, Էմիլին, առաջնեկս, ասում էր՝ «Մամ, ընկնում ենք», ուրախանալով, ասես մտածում չէ, ուրախ բան է, տեղի ունենա, ասես ու ես ասես քարացած, ես էլ բալիկի էի սպասում, երկրորդ բալիկիս էի սպասում, շատ վախենալու էր, շատ, ու որ հասանք, ու դա գնում ենք Մեքսիկա, որ հասանք Մեքսիկա, չի ուզում հետ գայինք, արդեն որ պատկերացնում եմ, որ 10 օր հետո նորից պիտի այդ ճանապարհն անցնեմ, այդ պահին վախ ունեի իսկապես, բայց ես հաղթահարեցի այդ վախը։ Իսկ ինչպես հաղթահարել քո նշված աերոֆոբիաները կամ աերովախերը, այդ վախերը ինչպես պետք է որպես հոգեբան ինչ խորհուրդներ կտաս, քանի որ շատերը ունեն եւ դեռ չեն հաղթահարել, ինչպես դու հաղթահարել ես։ Ուրեմն մենք մտածում ենք պատկերներով, հա? Մենք ես հիմա ձեզ ասեմ խնձոր, դուք խնձորը տեսնում եք։ Ես նույնիսկ գույնն եմ տեսնում, կարմիր գույնը։ Հա, խնդրեմ։ Չէ՞, կանաչ գույնի խնձորներ են լինում տեղին։ Այո։ Ու հետեւաբար այն ինչ մեզ վախեցնում է հաճախ այդ պատկերն է, այդ ֆիլմն է, որը մեր ուղեղում այսպես մեղվում է եւ անդադ կրկնվում է։ Առաջին հերթին պետք է այդ պատկերը աղճատել, փոխել։ Դրա համար մենք օգտագործում ենք նեյրոլինգվիստիկ ծրագրավորման մեթոդները, NLP օրինակ, հա, եւ կենտրոնանում ենք ոչ թե մտքի վրա, բովանդակության վրա, այլ դրա պատկերի վրա եւ փորձում ենք իր ձևը, այդ էմոցիայի գույնը, ձևը փոխել, որ ավելի թեթև զգանք։ Առաջին տարբերակներից մեկը սա է։ Այսինքն, երբ որ դու հայտնես տուրբուլենտային գոտում, պատկերացնես Մեքսիկայի լողափում, դու ոնց ես պարկած, ճիշտ եմ հասկանում։ Օրինակ, կամ այդ հույզը, որ ունեցել ես, դու նախապես արդեն փոխում ես քո ընկալումը այդ հույզի, կոտրում ես քո մեջ այդ պատկերները, ջնջում ես, փոխում ես, որպեսզի այլևս դա այդքան անհանգստություն չպատճառի։ Նաև իհարկե կարելի է օգտագործել կրկին շնչառական վարժությունները, որովհետև շնչառական վարժությունները ակտիվացնում են մեր այն հատվածը նյարդային համակարգի, որը խաղաղեցնում է։ Շունչը մեզ համար շատ կարևոր է, կարող ենք քառակուսաձև շնչառությունը անել, օրինակ 4 վայրկյան շնչում ենք, 4 վայրկյան պահում ենք, 4 վայրկյան արտաշնչում ենք, 4 վայրկյան պահում ենք, նորից այսպես քառակուսին պատկերացնելով իր անկյուններում, սա արդեն բնական միջոց է խաղաղվելու եւ հետո փորձենք օրինակ ունենալ որոշակի օրինակ սուր հոտ որևէ, որը մեզ նորից բերում է իրականություն այստեղ եւ հիման, հա, այդ նույն այս պահը, հա, որը որ թույլ չի տալի, որ միտքը սավառնի այսպես ընկնի տագնապների մեջ։ Հետո չմտածել, թույլ տալ, որ տագնապը լինի, եթե անգամ տագնապը կա, երբ ենք մենք ավելի վատ սրում տագնապը, երբ մենք ուզում ենք, որ տագնապը չգա։ Անորոշությունը ամենաշատը չի սրում տագնապը, երբ որ դու լուծումը չունես։ Անորոշությունը եւս, բայց նաեւ երբ մենք վախենում ենք տագնապից, այսինքն առաջին հենց համար 1 բանը, որ պիտի անենք, մենք պիտի ասենք, օքեյ, որևէ մեկը տագնապելուց չի մահացել, այսպես, հա, եւ թող լինի, եթե պիտի լինի տագնապը, դա արդեն հնարավորություն է տալիս, որ մենք այսպես խուճապի մեջ չհայտնվենք։ Եվ փորձել այսպես որոշակի խարիսխներ ունենալ, որոնք որ մեզ կկարողանան այդ պահին բերել իրականություն, հետ բերել այս պահ։ Շատ հետաքրքիր մեթոդներ, հնարքներ դու ասեցիր վախերը հաղթահարելու, շնորհակալ եմ։ Սրանք իհարկե այսպես թեթև, եթե խորքային ուզում ենք հաղթահարել, բնականաբար պետք է մասնագետի հետ աշխատենք։ Դե հիմա մեր մոտ հոգեբանական սեանս չէ, մենք փորձում ենք տարբեր բնագավառներից մի քանի կարևոր խորհուրդներ տալ, որպեսզի մարդկանց կյանքը եւ ճանապարհորդությունները ավելի հեշտ լինեն։ Իսկ դու արդեն որոշել ես հաջորդի ուր ես մեկնելու։ Չէ, ճիշտն ասած դեռ ոչ, որովհետև մի քիչ խառն է այս տարին աշխատանքային, ես բալիկս 5 ամսական է, դեռ պիտի հասկանանք, բայց մի քանի տարբերակ մտքում ունենք արդեն, Բալի կամ Մալդիվներ, տեսնենք։ Հետո մենք հաճախ ճամփորդում ենք, Լիանա ջան, ամբողջ ընտանիքով մեր
քույրերով, այսպես մեծ մամա-պապաներով, ընտանիքով եք ճանապարհորդում։ բոլորով այսպես ճամփորդում ենք մի Բայց դժվար չէ հարմարացնել օրերը։ Շատ դժվար է, բայց մեզ Ստացվում համար է։ կարևոր է։ Սա շատ կարևոր է, եթե բոլորս Շատ ցանկանանք։ լավ է Մերիջան, որ դու այդքան սիրով պահպանում ես ընտանեկան արժեքները ու դա նաև քարոզում ես ապրելով օտար երկրում։ Շնորհակալ եմ քեզ դրա համար։ Արի վերջի հարցն էլ տամ, անցնենք մեր բլից հարցերին եւ ամփոփենք մեր ոդկասթը, քանի որ քեզ հետ կարելի է ժամերով խոսել, բայց ես գիտեմ, որ փոքրիկ բալիկը քեզ սպասում է։ Դրա համար մենք երկար ժամանակ չունենք։ Ում ես պատկերացնում որպես մեր հաջորդ հաղորդման հյուր։ Ով ճանապարհորդումը եւ հետաքրքիր զրուցակից կլինի։ Հետաքրքիր զրուցակից կարող է լինել Մարիան Նանքաբաբյան, Մաշան։ Կարծում եմ, որ ինքն էլ էլի շատ հավես է ճամփորդում, ինքն էլ ունի այդ ունակությունը նկատել փոքրիկ բաները եւ ուրախանալ դետալներով, նաեւ կարծում եմ հետաքրքիր զրուցակից կլինի։ Ես էլ եմ կարծում։ Անցնենք բլից հարցերին, Մերի ջան, պատրաստ ես։ Այո։ Դե քանի որ պատրաստ ես, գնացինք։ Գնացինք։ Դոմինիկյան Հանրապետություն թե Կուբա։ Կուբա։ Ինչ կերակուր կընտրեիր ճանապարհորդելիս՝ ծովամթերք թե տեղական խոհանոց։ Տեղական խոհանոց։ Շատ լավ։ Նախընտրում ես ճանապարհորդել քայլելով ու նոր վայրեր բացահայտելով, թե մեքենայով արագ տեղ հասնել։ Չէ, քայլելով։ Միլան թե Վիեննա։ Վիեննա։ Ծովափնյա հանգիստ թե Լեռներում քայլարշավ։ Ոյ, այնքան դժվար հարց է Արա, տալիս։ բլից է։ Ծովափնյա հանգիստ։ Շատ լավ։ Որտեղ կվայելեիր երեկոյան ազատ ժամանակը՝ արկածներով քաղաքում, թե հանգստանալով ծովափին։ Հանգստանալով ծովափին։ 3 երեխաների հետ իհարկե ծովափին։ Ես ծովի մեծ սիրահար եմ։ Ճանապարհորդություն ընտանիքի հետ, թե ընկերների, այստեղ ընկերները սպասում են։ Եթե պիտի ընտրեմ ընտանիք։ Միանշանակ։ Փարիզում թատերական ներկայացում, թե Բերլինում համերգ։ Չէ, Փարիզում ներկայացում։ Եվ վերջի հարցը՝ հայտնի կինոդերասանուհիներից ում հետ կճանապարհորդեիր։ Ուրեմն Լիլի Քոլինսի հետ կգնայի Փարիզ, Սարա Ջեսիկա Պարկերի հետ կգնայի Նյու Յորք եւ Ջուլիա Ռոբերտսի հետ կգնայի Բալի։ Բայց դա բլից հարց էր, բայց շատ բովանդակալից պատասխան էր։ 3 տարբեր։ Մերի ջան, շատ շնորհակալ եմ, որ դու քո ժամանակը հատկացրեցիր եւ լուսավորեցիր մեր եթերը, լինելով լավ մայր, լավ կին, լավ գործարար, այսօր հասկացա նաեւ լավ ընկեր, ինչպես է քեզ հաջողում համատեղել այս ամենը եւ լինել այսքան ներդաշնակ։ Անչափ շնորհակալ եմ Լիանա ջան, շատ հաճելի էր, շատ հավես էր քեզ մոտ։ Քո դրական էներգիան էլ այնքան էսպես ոգեշնչող է եւ միջավայրն էլ էստեղ։ Շատ շնորհակալ եմ լավ բառերի համար։ Հիմա հարցին անդրադառնամ։ Ինչպես եմ համատեղում, փորձում եմ ունենալ ֆոկուս շաբաթվա օրվա, հա, այսպես կենտրոնացում, որովհետև իրականում մեր միտքը մուլտիթասքինգի համար, այսպես այնքան էլ մուլտիթասքինգը այնքան էլ լավ չէ մեզ համար, հա։ Իրականում հնարավոր չէ եւ երբ մենք անում ենք մուլտիթասքինգ, մեզ մոտ ամեն ինչը կիսատ է ստացվում։ Դրա համար Նաև դժվար է կենտրոնանալ անընդհատ երբ փոխում ենք գործը։ Դրա համար ես փորձում եմ ամեն օրվա ֆոկուս ունենալ։ Օրինակ այսօր ավելի շատ անում եմ խորհրդատվությունները, մյուս օրը ավելի շատ կենտրոնացումս երեխաների հետ ժամ անցնե, մյուս օրը տան աշխատանքներն են, մյուս օրը կազմակերպության բլոկներ ունենալ ժամանակի, բլոկներ, որտեղ կենտրոնացումս կոնկրետ այդ առաջադրանքն է, եւ միանշանակ շատ կարեւոր է անձնական ժամանակ ունենալը, այդ me time կոչվածը, եւ կա ապացույց, որ ընդամենը 45 րոպե, եթե դու կարողանաս ամբողջ 24 ժամվա մեջ գտնել քեզ համար 45 րոպե, շատ մեծ ազդեցություն ունի նա ամբողջ օրվա ընթացքում։ Այդ ժամանակահատվածը շատ մեծ ազդեցություն ունի ամբողջ օրվա համար, հա։ Շատ ավելի հանգիստ է, շատ ավելի բավարարված է զգում քեզ եւ նաեւ կամ պրակտիկաներ, որ ինձ շատ են օգնում, օրինակ 3 լավ բան կոչվում է հենց պրակտիկան ինտերվենցիան, որը գիտահեն ինտերվենցիա է, երբ դու հենց առավոտից ճիշտ ես դնում քո սպասելիքները, քո ակնկալիքները, մտադրությունը օրվա համար, 3 օրհնությունները քո թվելով, այսպես դրական է սկսում օրը, եւ երեկոյան ամփոփում ես օրը, էլի 3 դրական բաները նշելով, որ օրվա ընթացքում քեզ հետ պատահել է։ Միանշանակ շնորհակալություն ես հայտնում, գոհունակություն ես հայտնում եւ մենք գիտենք, որ գոհունակությունը նաեւ էներգիայի տեսանկյունից առատություն է իր հետ բերում եւ երջանիկ են այն մարդիկ, ովքեր շնորհակալ են եւ ոչ թե հակառակը։ Եվ փորձում եմ այդ բոլոր դրական հույզերը միշտ
այսպես արդեն մտադրված ինտեգրել իմ կյանք, ոչ թե ուղղակի սпасել, որ կարող են դրանք սպոնտան լինել իմ կյանքում, այլ իսկապես այսպես մտադրված ինտեգրել։ Այո, գիտակից ինչ որ պրակտիկաներ անել, փորձել նկատել դրականը եւ ինտեգրել այդ ամենը իմ կյանքում։ Ինչ շատ օգնում է նաեւ բնության հետ շփումը, քայլելը, սրանք եւս բնական միջոցներ են էլի հանգստանալու եւ հնարավոր է օրինակ աշխատանքից հետո երեխաներին երբ պետք է վերցնեմ դպրոցից, մանկապարտեզից, գերադասեմ ոտքով գնալ, մի քիչ ավել ժամանակ տրամադրել, քան մեքենայով, բայց նաեւ դա օգնում է հանգստանալ, այսինքն ի վերջո երկար կտրվածքով դու շահած ես դուրս գալիս, որովհետեւ այդ քայլելու 10 րոպեն, որ ավել ես տրամադրել, քան մեքենայով եթե գնայր, քեզ նվիրել է ավելի շատ հոգեկան բարեկեցությունը քո ամրապնդել է, ավելի հանգստացրել է քո նյարդային համակարգը, ինչի շնորհիվ դու ավելի արդյունավետ ես եւ կարող ես ավելի երկար աշխատել, օրինակ, կամ մեկ այլ գործով զբաղվել։ Այսինքն այստեղ պետք է մի փոքր նաեւ գիտակցել ժամանակի բաշխումը այն առումով, որ զուտ ժամանակը դրանք րոպեներն ու վայրկյանները չեն, այլ ժամանակը զգացողության մասին է։ Այն մենք ինչ ապրում ենք։ Այո, հույզերի մասին է ժամանակը, հա, եթե դա ինձ դրական էմոցիաներ է տալիս, գուցե ավելի լավ է ես 1 ժամ դրանով զբաղվում, դա ինձ ավելի ուժ տա, քան եթե 10 րոպեում արագ-արագ դա անեմ։ Շատ լավ, Մերիջան, շնորհակալ եմ քեզ։ Ես էլ եմ շնորհակալ շատ։ Սիրելի YouTube-յան հետևորդներ, այսօրվա մեր հյուրի տված խորհուրդները ձեզ օգտակար եղան։ Իսկ վերջում չմոռանաք, որ այն գումարը, որը դուք ծախսում եք ձեր ճանապարհորդությունների ընթացքում, հարստացնում է հենց ձեզ։ Ժողովուրդ, այս ոդկասթը կհիշենք այս ձևով։ Friday night։ Տրամադրությունը, հա, տրամադրությունը ստեղծել։ Գնացինք։ Գնացինք ես երբեք։ Նոր ասում եմ 10 րոպե լրության մեջ։ Ես հասկանում եմ, որ դուք չեք կարող 10 րոպե լրության մեջ մնալ այսպիսի հարևաններով, բայց ամեն դեպքում։ Լավ կոնե տենց մի արեք էլի։ Բայց դա իրական չի։ Հոп, ջան։ Այն քիչ չէ, բայց մեր Այս երաժշտության ներքո մի քիչ դժվար է ստեղծարար լինել է։ ասեք, օգնեք։ Ինչ ում ես սիրում, հիշի, ում ես սիրում։ Այդ սերիալը երևի թե ամենասիրելիներից մեկն է կանանց Sex and the City-ն։ Ներողություն այդ բառը։ Անկեղծ բթացնում է երաժշտությունը լուրջ եմ ասում։ Այս վայբի տակ։ Գնացի։ Համ լավ բարույս։ Ինչ խորհուրդ կտաս սկսվող